Հանուն եւ Որդու եւ Ոգուի Սրբով ամեն։ Հավատքը առանց գործերի մեռած է։ Սիրելի բարեպաշտ քույրեր եւ եղբայրներ, Քրիստոս հաջավ իմերելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Քրիստոս հաջավ իմերելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Քրիստոս հաջավ իմերելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Իսկապես մեր Տերը հարություն է առել եւ արդեն մեկ շաբաթ մեր եկեղեցու զանգերը աղոթական մթնոլորտը աստանարում են Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսը։ Քրիստոնեությունը չէր լինի, եթե Քրիստոս հարություն չառներ։ Չկա առանց հարության հավատքի քրիստոնեություն։ Հարությունը հաղթանակն է մահվան դեմ, հարությունը երջանկություն և ուրախություն է։ Մեծ բակի հոգեմտավոր ճանապարհորդության ամբողջ նպատակը մեղքերից զրկված, ազատագրված, նոր հայացքով սուրբ հարության իրականություն ընդունելն ու այդ ուրախությունը կատարելապես ապրելն է։ Ուրեմն Քրիստոսի հարությունն է, որ մեզ ուժ է տալիս այս աշխարհում ապրելու, գործելու եւ իմաստավորում է մեր կյանքը։ Եթե մեր Տերը հարություն է առել, ապա մենք էլ հարություն պիտի առնենք մեկ օր հաղթանակ տանելով մեղքի դեմ մեր պայքարում։ Ուրեմն սիրելիներ, հարությունը պարզապես մի դեպք չէ, որ կատարվել է Քրիստոսի եկեղեցու պատմության մեջ։ Այն կատարվում է 2000 տարիներ շարունակ մեզ հիշեցնելով, որ մենք քրիստոնյաներս հաղթանակած Աստծո եւ հարության Տիրոջ զավակներն ենք։ Եվ այսօր մեր եկեղեցում Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է, եւ մենք ամեն մեկս հավաքվել ենք Կոնդի Սրբի անունը կրող հավանուն եկեղեցում, խնդրելու Սուրբ Հովհաննեսի բարեխոսությունը մեզանից յուրաքանչյուրի համար, աղոթելու մեր հայրենիքի անսասանության, մեր եկեղեցու պայծառության եւ յուրաքանչյուր հայի համար։ Այսօր մենք նաև եկել ենք մեր սիրտը եւ հոգին բացելու Աստծո առաջ եւ ասելու, որ Տեր, հավատում եմ քո հարությանը, հավատում եմ, որ իսկապես կան մարդիկ սուրբեր, որոնք հաղթանակ են տարել եւ նրանց բարեխոսությունն ենք մենք հայցում։ Սուրբ Հովհաննես Մկրտիչը Քրիստոսի եկեղեցու ամենամեծ բարեխոսներից մեկն է Տիրամորից հետո։ Մեր ողջ ծիսական կյանքում մենք Տիրամորից հետո խնդրում ենք Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը, որովհետև նա վերջին մարգարեն է հին կտակարանի, Քրիստոսի առաքելության նախապատրաստողը, որ եկել է վկայելու լույսի մասին։ Եվ այս անձնավորությանը պատմական տրված է մեծ առաքելություն դառնալու ձեռնադրողը, մկրտողը մեր Քրիստի եւ նրա առաջին քարոզությունը հետեւյալն է. ապաշխարեցեք, որովհետեւ երկնքի արքայությունը մոտեցել է։ Եվ մենք տեսնում ենք Հովհաննես Մկրտչին ավետարանի բազում հատվածներում։ Մարդիկ շփոթված էին, նրանք կարծում էին, որ Հովհաննես Մկրտիչն է շատ հաճախ Տերը, բայց Հովհաննես Մկրտիչը հստակ ավետարանում ասում է, որ ինքը լույսը չէ, այլ եկել է լույսի մասին վկայելու, որ անգամ անարժան է նրա կոշիկի թելերը կապելու համար։ Եվ մենք տեսնում ենք, որ մեր հայոց աշխարհում բազմաթիվ եկեղեցիներ, մատուռներ են նվիրված այս մեծագույն սրբին, եւ մենք ամեն անգամ մեր աղոթքի մեջ հիշում ենք նաեւ Հովհաննես Մկրտչին։ Մեր հավատքի հայրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչը բերեց Սուրբ Հովհաննես Մկրտչի եւ Աթանագիրեսի մասունքները եւ այստեղ մեր հայկական աշխարհում, տարոն աշխարհում եկեղեցի
կապված մեր ուշադրության ներքո, որովհետև այն գործում է այսօր է, եթե մենք իսկապես սրտանց մոտենում ենք Տիրոջը։ Եվ այսօր եկեղեցին հիշատակում է մեկ կարևոր պատմական դրվագ, թե ինչպես Սուրբ Հովհաննեսը դարձավ ներկության և խարդախության զոհ և նրան գլխատեցին։ Որովհետև Հովհաննես Մկրտիչը քննադատում էր անողոք ժամանակի Հերովդես արքային, որը կնության էր առել իր եղբոր կնոջը, սակայն բաժանված չլինելով իր առաջին կնոջից։ Եվ նա եզակի անձնավորությունն է, որ ազդարարում էր ճշմարտության մասին։ Եվ խնջույքներից մեկի ժամանակ Հերովդիադայի դուստրը խնդրեց նրա գլուխը, իսկ Հերովդեսը կատարեց նրա այս չար մտածումը։ Ընդհանրապես ինչով է կարևոր այս գլխի հիշատակության տոնը մեզ համար, որովհետև այս կամ այն կերպ կապվում է նաև մեր հայրենիքի մեկ մասի Արցախ աշխարհի հետ, որովհետև Մովսես կավանկատվածի պատմիչի վկայության համաձայն այս գլուխը անցնելով տարբեր երկրներ վերջնականապես 1211 թվականին հանգրվանեց Արցախ աշխարհում և այնտեղ կառուցվեց Գանձասարի պատմական վանքը, որը ցավոք սրտի այս պահին մեր հակառակորդի ձեռքում է և այնտեղ որևէ հայ չկա։ Ուրեմն այսօրվա ներկոնը նաև մեզ պիտի ուժ և կարողություն տա սրտանց աղոթելու, որպեսզի մենք մեկ օր կրկին վերադառնանք մեր հայրենիքի այդ հատված, բայց այսօրը նաև մեզ մտորելու բազում տեղիքներ է տալիս։ Այսօր այս եկեղեցում ընթերցվեց Հակոբոս Առաքյալից մեկ հատված, որտեղ Առաքյալը ասում է հավատքը առանց գործերի մեռած է։ Չի կարող լինել հավատք, որը չունենա դրա շարունակությունը, գործերը։ Երբեմն մենք պարծենում ենք, որ մենք հավատք ունենք, որ մենք գնում ենք այս կամ այն ուխտագնացության, այս երկիր ենք գնում, այս սրբապատկերն ենք համբուրում, բայց Աստված ուզում է տեսնել հավատքից բխած մեր գործերը, ուրեմն շատ կարևոր է, որ մեր հավատքը իմաստավորված լինի։ Որովհետև Առաքյալը նույն ասում է, որ դևերներ են հավատում, ուրեմն կա հավատք, որ իսկապես մեզ տանում է դեպի ուղղափառություն։ Եվ պատահական չէ, որ եկեղեցու վարդապետները առաջին հավատքի տեսակը համարում են դավանական հավատքը։ Այսինքն հավատքի խոստովանությունը, որը դուրն է եկեղեցի մտնելու։ Մեզանից այս խոստովանությունն է պահանջվում ամեն անգամ Սուրբ Մկրտության արարողության ժամանակ, ամեն օր ավանդության համաձայն մեր եկեղեցում արարողության ընթերցվում է հրաժարինքը, մեղաների շարքը և հավատքի խոստովանությունը։ Ինչու՞։ Որովհետև մենք կարիք ունենք ամեն օր մեր ուղղափառության մեջ հաստատվելու, մենք կարիք ունենք մեր բերանով վկայելու այդ ուղղափառ դավանանքը։ Եվ սա է պատճառը, որ եկեղեցու վարդապետները կարևորում են դավանական հավատքը։ Եվ մենք տեսնում ենք, որ այսօր պատահական չէ ընդունված այս ընթերցվածը, որտեղ խոսվում է հավատքի կարևորության մասին, խոսվում է գործերի մասին, իսկ Հովհաննես Մկրտչի կյանքը գործնական հավատքի լավագույն դրսևորումն էր։ Մենք տեսնում ենք Հովհաննես Մկրտչին նախ և առաջ անապատում։ Դուք մի մտածեք, որ անապատը պարզապես մի տեղ է, որտեղ ջուր չկա, որտեղ միայն ավազն է։ Անապատը մի վայր է, որը կտրված է աշխարհի քաղաքի թոհուբոհից, բայց որտեղ լսելի է Աստծո ձայնը։ Մենք մեր հոգևոր կատարելության այս ճանապարհին ինչ ենք անում, հաճախակի առանձնանում ենք, փորձում ենք կտրվել մեր առօրյա հոգսերից ամեն ինչից և լսել Աստծո ձայնը։ Որովհետև Աստված խոսում է անապատում լռության մեջ, բայց ուզում է, որ մենք լսենք։ Ուրեմն անապատը մեր կյանքում առանձնանալն է
Տիրոջ հետ խոսելու վկայությունն է։ Հովհաննես Մկրտչի պարագայում մենք տեսնում ենք, որ առաջին հերթին նրա քարոզության կիզակետում ապաշխարությունն է։ Ապաշխարությունը մեր մտքի փոփոխությունն է։ Երբ մենք իսկապես անդրադառնում ենք մեր կյանքին եւ ուզում ենք առավել կյանք ապրել Քրիստոսով, քանի դեռ մենք այս ֆիզիկական մարմնում ենք, մենք կարող ենք մեր մեղքերից ազատվել։ Մենք չենք կարող այս ամենը կատարել մահից հետո։ Դրա համար ապաշխարությունը ես կասեի, որ սա մի շնորհ է, որ տրված է մեզանից յուրաքանչյուրին քրիստոնյաներիս, որ մենք կարողանանք այս խորհրդի միջոցով վերականգնվել Սուրբ Մկրտության ստացած շնորհների մեջ։ Բոլորը գիտեն, որ Մկրտության խորհրդով մենք դառնում ենք եկեղեցու անդամ եւ քրիստոնյա, բայց մենք մկրտությունից հետո ենք մեղքեր գործում։ Բայց որպեսզի կարողանանք մեղքերից ձերբազատվել, ոչ թե գնում ենք կրկնամկրտության, որը մեղք է, այլ ապաշխարության խորհրդով, Քրիստոսի մարմինը եւ արյունը ճաշակելով վերականգնվում ենք մկրտության ստացած շնորհների մեջ, որովհետեւ մկրտության ժամանակ է, որ մենք սրբված ենք մեր բոլոր մեղքերից եւ մաքուր կանգնած ենք Աստծո առաջ։ Ուրեմն այս ապաշխարության շնորհը մենք պիտի գործածենք մեր կյանքում, որպեսզի մեր կյանքն իմաստավորվի։ Չկա քրիստոնեություն առանց ապաշխարության եւ մեղքերի խոստովանության։ Եվ սա մի շնորհ է, որ Աստված մեզ տվել է, ուրեմն պիտի գործածենք այն հաճախ, որպեսզի կարողանանք ամեն անգամ ընկած վիճակից կանգնելու, առավել զորանալու եւ մեր կյանքը փոխելու։ Ուրեմն ապաշխարության խորհուրդը եւ այս կոչը, որ անում է Հովհաննես Մկրտիչը եւ մեր Տերը, այսօր էլ հնչում է մեր ականջներին, ասելով. ապաշխարեցեք, որովհետեւ երկնքի արքայությունը մոտեցել է։ Այո, երկնքի արքայությունը մոտեցել է եւ այդ ամեն օր մեզ ավելի է մոտենում։ Պարզապես մենք այս կյանքում պիտի փորձենք ամեն ինչ անել իսկապես արժանանալու այդ երկնքի արքայությանը։ Մենք այս կյանքում պիտի փորձենք ստեղծել այդ արքայությունը, որովհետև Ավետարանը ասում է, արքայությունը ձեր մեջ է։ Մենք ամենքս ստեղծված ենք Աստծո պատկերով։ Մենք ամենքս Արարչի մեկ մասնիկը ունենք եւ մենք ամենքս տարբերվում ենք մյուսներից։ Մենք երբ ենք սկսում մեղքերի մեջ խարխափել, երբ որ մենք մոռանում ենք մեր առաջական պատկերի մասին, մոռանում ենք, որ մենք ստեղծված ենք այլ կերպ, ամեն ինչ առաջադոտության մեջ ստեղծված է մարդուն համար։ Ուրեմն մարդը գերագույն էակն է Աստծո կողմից ստեղծված իր պատկերով։ Ուրեմն ասանք այս կոչի Հովհաննես Մկրտչի, որ ապաշխարենք։ Այդ ապաշխարությունը պիտի լինի գիտակցված, բայց ապաշխարությունը երբեք չպիտի վերածվի հոգևոր տերորի։ Հաճախ մենք, երբ որ գնում ենք եկեղեցի, մենք իսկապես ուզում ենք Աստծո ձայնը լսել, մենք ուզում ենք, որ խոսվի երջանկության մասին, խաղաղության մասին, ուրախության մասին եւ վերջապես հարության մասին։ Որովհետեւ եկեղեցին մի տեղ չէ, որտեղ միայն մեղքերի մասին պիտի խոսվի։ Եկեղեցին մի տեղ է, որտեղ մենք հավաքված, հարության զորացած պիտի մեր կյանքը իմաստավորենք։ Եվ միայն այդ դեպքում է, որ այդ զգացողությամբ ապրելով նաև մենք կարող ենք անդրադառնալ մեր մեղքերին։ Հաճախ եմ տեսնում, որ երբեմն նաև մեր հավատացյալների ուղղակի ապաշխարության այս խորհուրդը սխալ անկանելով տերորի են ենթարկում։ Սիրելիներ, եկեղեցին ուրախության վայրն է, եկեղեցին հաղթական Աստծո հետ խոսելու վայրն է, որովհետև մեր Տերը եկել է մեզ կյանք պարգևելու, մեզ երջանկություն պարգևելու, եւ մենք ամեն ինչ պիտի անենք Տիրոջը ճանաչելու եւ նրանով ապրելու համար։ Այսօրվա մեր օրվա խորհուրդը նաեւ մեզ հիշեցնում է մի շատ կարևոր բանի մասին։ Համարձակության ճշմարտությունը բարբարելու։ Տեսեք,
Հովհաննես Մկրտչի ժամանակաշրջանում բազմաթիվ մարդիկ կային, որոնք տեսնում էին արքայի, մնացածների, մերձանից կյանքը, անարդարությունները, որ ամեն վայրկյան կատարվում են, բայց Հովհաննես Մկրտիչը եզակի այն անձն է, որը բարձրաձայն բարբարում էր եւ ասում էր սխալ ընթացքի մասին։ Ուրեմն այսօրը նաև մեզ պիտի ուժ տա ճշմարտության մասին բարձրաձայնելու։ Ի վերջո մենք քրիստոնյաներս ինչ առաքելություն ունենք այս կյանքում։ Վկայելու մեր Տիրոջ մասին եւ վկայելու ճշմարտության մասին։ Եվ այդ ճշմարտությունը այո, երբեմն դառն է լինում։ Ճշմարտությունը քաղցր շատ հաճախ չի լինում, բայց այդ դառնությունը ճաշակելով է, որ մարդը կարող է փոխվել։ Այսօրվա մեր հասարակական կյանքում, մեր ամեն մեկիս կյանքում այդ անարդարության պայքարն է։ Ամեն մեկս զգում է, որ մեզ հետ անարդար են վարվում, որ հասարակությունը ապրում է անարդարության մեջ, որ ճշմարտությունը մի տեսակ խամրել է։ Այս մոտակա օրերին գիտեք, մեծ աղմուկ էր բարձրացել, երբ մեր լրագրողներից մեկը, մեր շատ սիրելի եւ հարգարժան կոմպոզիտորներից Տիգրան Մասուրյանին մի հարց էր տվել, եւ Տիգրան Մասուրյանը մի պատասխան էր տվել, որ մի մասին պարզապես դուր է եկել, մյուս մասը անողոք քննադատում էր։ Վերանում ենք անձերից, բայց մտավորական մարդու առաքելության մեջ մտնում է ճշմարտության բարձրաձայնումը։ Վերացեք անձերից։ Ճշմարիտ քրիստոնյա, հատկապես այն մարդը, որին Աստված ավել շնորհներ է տվել, որին մենք հաճախ կոչում ենք նաև մտավորական, որոնք տարբերվում են իրենց զանազան շնորհներով, կամ անվանում ենք այս կամ այն կերպ էլիտա, որը պիտի առաջնորդի մեզ, այս մարդկանց տրված է հենց այդ առաքելությունը, ճշմարտության բարձրաձայնումը։ Եվ Հովհաննես Մկրտչի այս տոնի օրը մենք պիտի ուսանենք ճշմարտության մասին խոսելու, բարձրաձայնելու։ Այո, կարող է մի բան այդ ճշմարտությունը, այդ ձայնը խնանա, տկարանա, բայց մենք, որ հասկանում ենք այդ ճշմարտության արժեքը, պիտի այդ ճշմարտությունը իսկապես հանենք, ցույց տանք մյուսներին։ Քրիստոնեական առումով այդ ճշմարտությունը Քրիստոսի հարության իրականությունն է։ Այդ հարության իրականության խավարը ցրվում է, սերը թագավորում է, խաղաղությունն է տիրում ամենքի սոկում։ Եվ այսօր ես եմ ձեզ նման ուխտավորը։ Եկել եմ այս Սուրբ Եկեղեցի, ձեզ հետ միասին աղոթք անելու, Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը խնդրելու։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Սրբազանին իր օրհնության համար, շնորհակալություն այստեղ ծառայող, այս Սուրբ Եկեղեցում ծառայող քահանաներին, որոնք առաջարկեցին Սուրբ Պատարագ մատուցելու, որովհետև սա իսկապես շնորհ է եւ մեծ պատիվ այսօրը ձեզ հետ աղոթակից լինելու։ Ուզում եմ, որ ձեր կյանքում Աստված միշտ խոսի։ Ուզում եմ, որ ձեր կյանքի անապատները աշխարհային թողուբոյից կտրվելը հաճախ լինի, բայց դուք կրկին վերադառնաք քաղաք, վկայելով Տիրոջ մասին, վկայելով ճշմարտության մասին։ Եվ իմ աղոթքն է, որ Աստված ամեն մեկի պահի ու պահպանի, ձեր շնորհները բազմապատկի, մեր շուրջը գտնվող հիվանդներին բժշկություն տա, աղքատներին հասնի, այն բոլոր մարդկանց, ովքեր իսկապես կարիք ունեն Տիրոջ եւ մեր օգնության։ Ուզում եմ, որ եւ իմ խնդրանքն է, որ անպայման ձեր աղոթքում հիշեք մեր հայրենիքը։ Մենք շատ պիտի աղոթենք մեր հայրենիքի եւ հայոց պետականության անսասանության համար։ Մենք երջանիկ ազգ ենք, որ մեր պատմական հայրենիքի մի հատվածում ունենք պետականություն։ Մենք պիտի գուրգուրանք, պիտի փայփայենք այս պետականության համար, ամեն մեկս գործելով, արդյունավորելով մեր հավատքը։ Ինչպես որ հավատքը առանց գործերի մեռած է, այնպես է հայրենասիրությունը եւ աստվածասիրությունը մեռած են առանց գործերի։
Եվ կրկին ուզում եմ, որ դուք իբրև քրիստոնյաներ մի բան հիշեք։ Մենք անձերից պիտի վեր կանգնենք, մեր անձնականից վեր պիտի կանգնենք, որովհետև մեր հայրենիքը ամենասրբազանն է։ Այս հայրենիքի համար մեր նախնիները իրենց այրունն են հեղել, հեղում են և հեղել են։ Եվ այդ այրունը մեզ համար պիտի դառնա սերմը ապրելու, զորանալու, շատ զավակներ ունենալու, լավ ընտանիքներ ստեղծելու և հայրենիքը մեզ շնորհելու համար։ Այո, ամեն։ Ուզում եմ, որ նաև ձեր աղոթքի մեջ անպայման աղոթք անենք մեր եկեղեցու համար, մեր հոգևորականների համար և հատկապես մեր հայրապետի համար։ Պիտի խնդրեմ, որ անպայման հիշենք մեզանից յուրաքանչյուրին, որովհետև ձեր աղոթքներն են, որ մեզ ուժ են տալիս։ Ձեր աղոթքներն են, որ մեր կյանքում դժվարությունները, մարտահրավերները, փորձությունները կարողանում ենք հաղթահարել։ Եվ ուզում եմ, որ նաև անպայման աղոթք անենք մեկը մյուսի համար։ Թող Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը մեր կյանքից անպակաս լինի։ Մեր աղոթքները, որ անում ենք այսօր սրտաբաց, Աստծո կամքով ժամանակին կատարածում են։ Եվ ամենակարևորը նաև իմ խնդրանքն է ձեզանից յուրաքանչյուրին։ Ձեր ներկայությամբ լսրեք մեր եկեղեցիները։ Եղեք եկեղեցու մեջ և հոգևորականների կողքին։ Որովհետև ձեր նախանձախնդրությունից, ձեր իսկապես գործնական հավատքից է նաև կախված մեր եկեղեցու զորությունը։ Ես ևս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել ամենքիդ և ասել. Քրիստոս հարյա մերելոս։ Թող Աստված մեր բոլոր սրբերի, մեր հայրենի, մեր վարդապետների և հատկապես Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությամբ պահի, պահպանի և զորացնի մեր հայրենիքը, առաքելական մեր Սուրբ եկեղեցին և նաև խաղաղության մեջ, սիրո մեջ, հավատի մեջ պահի յուրաքանչյուր հայի, թե Հայաստանում և թե Սփյուռքում։ Ամեն։